5 կիլոմետր հեռավորության վրա այն պատմական մշակութային և էթնիկ առումով շատ կարևոր բնակավայր է։ Մատանցափա լճի մակերեսը 8,78 կիլոմետր քառակուսի է, միջին խորությունը 1,5 մետր, իսկ առավելագույնը 1,7 մետր։ Լիճը ցածրատիպ է և սնվում է ստորգետնյա ջրերից և ձնթալոցքներից։ Լիճը պատված է ջրային բուսականությամբ։ Չունի, քանի որ բացակայում են ձկնատեսակները, բայց ամռանը նկատվում է ջրլող թռչունների արածությունը։ Գյուղը հիմնադրվել է 1841 թվականին, երբ այստեղ եկան Ռուսաստանից գաղթած դխոբուրների համայնքը։ 1990 թվականներին դխոբուրների մեծ մասը գաղթեց գյուղը, սակայն հարևան գյուղերից Արագյալից, Սատխայից, Փոգայից և Ասպինձայից գաղթած ժողովուրդները մնացին գյուղում։ Եփեմովկա գյուղի վրացական անվանումը Գորգի է, ռուսական Եփեմովկա անվանումը, որը ծագել է 19-րդ դարում, կապված է Ռուսաստանի քաղաք Եֆրեմովի անվան հետ։ Այս պահին գյուղում ապրում են 2 տուն վրացիներ, 3 տուն դխոբուրներ և մեծամասնությունը հայեր են։ Որոնք օգտագործում են հիմնականում այգեգործության համար։ Մինչ այժմ Եֆրեմովկա գյուղում դխոբուրական տների մի քանի օրինակներ են պահպանվել, որոշները բնակելի, որոշները անբնակ և որոշները ավերված վիճակում։ Այս տները հանդիսանում են գյուղի պատմական ժառանգության կարևոր մաս։ Ընդհանուր առմամբ Եֆրեմովկա գյուղի տները հանդիսանում են ռուսական դխոբուրների ավանդական ճարտարապետության կենդանի վկաներ, պահպանելով իրենց պատմական և մշակութային արժեք։ Եֆրեմովկա գյուղի տները արտահայտում են ռուսական դխոբուրների ավանդական ճարտարապետական ժառանգությունը, պահպանելով 19-րդ դարի գյուղական բնակելի տների կառուցվածքը և դեկորատիվ առանձնահատկությունները։ Գյուղը հայտնի է իր փոքրիկ սրբատեղիով, որը կառուցվել է 2017 թվականին։ Ներսում շատ խաչեր և սրբապատկերներ են տեղադրված։
թվականին։ Որպես կրթական օջակ ծառայում է տեղի բնակիչների երեխաներին։ Դպրոցում ներկայումս սովորում են 16 աշակերտ։ Դպրոցը տեխնիկապես լավ ապահովված է, եւ դպրոցի շրջանավարտների մի մասը նրանց ուսումները շարունակում են Վրաստանի եւ Հայաստանի բուհերում։